Փոքր դաշտերի կառուցման ծրագիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմքն ու դրոշակակիրն է։ Երբ այն ներկայացվում էր նախընտրական ծրագրի տեսքով, թիվը 700 էր։ Երբ այն դարձավ ծրագրային պատասխանատվություն, թիվը դարձավ 300։ ՀՖՖ տարեկան վերջին ժողովի հաշվետվության ժամանակ այդ թիվը 130-ն է։ Բնականաբար, երբ մենք ասում ենք 700 խաղադաշտեր, դա նշանակում է Հայաստանի բոլոր համայնքները ինչ որ մի պահի ներգրաված են լինելու այդ ծրագրի մեջ։ Կամ գուցե այդ 700-ը այլ թիվ դառնա, բայց փոքրի փոխարեն մեծ կառուցվեն այն համայնքներում, որոնք մեծի կարիք ունեն։ Ամեն դեպքում, հենց 300 թիվն է ֆիքսված Ֆուտբոլի ֆեդերացիայի 2019-2025 թվականների ռազմավարության մեջ, եւ որպես նպատակ այն չի իրագործվել անգամ 50%-ով։ Փոքր դաշտերի ծրագիրը հայկական ֆուտբոլը բարեփոխելու Մելիք Բեկյանի ծրագրի հենասյունն էր։ Դժվար է հիշել որևէ ելույթ կամ հարցազրույց, որտեղ չի հիշատակվում փոքր դաշտերի կառուցման մասին։ Այս ամենին զուգահեռ պետք է լիներ Մելենդեսի ծրագիրը, մարզային առաջնությունները, մարզային հավաքականները եւ սկաուտների կողմից հավաքագրվող տաղանդները։ Այս ամենը պետք է ոտքի կանգնեցներ հայկական ֆուտբոլը։ Այնինչ մենք արել ենք, այո, մենք շինարարությունները, որոնք սկսել ենք, ավարտում ենք սեպտեմբերի վերջին ենթադրում եմ կունենանք արդեն 20-40 չափի խաղադաշտներ 90 համայնքներում Հայաստանի, որովհետև 50-ից ավել արդեն պատրաստ են եւ 30 արդեն մոտ ենք ավարտելու, մենք հիմա Լոռու մարզում ենք ավարտում մի շարք խաղադաշտեր, սեպտեմբերի վերջին պատրաստ կլինեն։ Բացի դա մենք հիմա ներդնում ենք երկու տիպի նոր առաջնություններ, որոնք մինչ այդ չեն եղել։ Նախ մարզերում առաջնություններ, մարզային առաջնություններ եւ երկրորդը մարզային հավաքականների եւ Երևանի հավաքականի մասնակցությամբ տարբեր տարիքային խմբում առաջնություններ, որը ընդհանրապես նոր երևույթ է Հայաստանում։ Պատանիների թե պատանիների դեռևս 3 տարիքային խմբում, որը հնարավորություն է տալիս պատկերացրեք յուրաքանչյուր մարզի լավագույն ֆուտբոլիստներին նույն տարիքում, օրինակ 2010 թվականի ֆուտբոլիստներին հավաքել, մարզային թիմերը խաղում են եւ 1-2 Երևանի թիմ խաղում են առաջնություն, որոնցից լավագույն 4-ը հավաքվում են արդեն Երևանում եւ վերջին փուլն են խաղում։ Սա նորամուծություն է, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, շուտով կներմուծենք եւ դա կարծում եմ հնարավորություն կտա նախ բացահայտել մարզերում խաղացող երիտասարդ ֆուտբոլիստներին, հնարավորություն տալ նրանց հավասար մրցակցային պայմաններ ստեղծել երևանցի երեխաների հետ եւ դա պետք է որ շատ արդյունավետ լինի։ Ինչպես արդեն նշեցինք, թիմը, որը իր 2019-2025 թվականների ռազմավարության մեջ նշել էր կառուցել 300 դաշտ, այս պահի դրությամբ կառուցել է ընդամենը 130-ը։ Ստացվում է տարեկան ընդամենը 22 դաշտ։ Նման տեմպերով մենք այս ծրագիրը կիրականացնենք 2034 թվականին։ Իսկ արդեն ավելի հեռանկարային 700 դաշտերը կունենանք 2053 թվականին, երբ արդեն նվաճած կլինենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության որևէ մրցանակ։ Ինչ տեսլական ունի Մելիք Բեկյանը մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար։ Որակի նախապես մտածում ենք, որ կլինեն բարձր որակի արհեստական կոտացածքով դաշտեր, որոնք կներդրվեն ըստ կլաստերի գաղափարը մենք կվերցնենք, կստեղծենք կլաստերներ ամեն մի մարզում, որտեղ հետագայում կնախատեսենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը կենտրոնացնել, բայց այդ փոքր դաշտերով շրջապատելով հարակից համայնքները, իրենք այնտեղ երեխաները կսովորեն պարզ խաղալ, ուղղակի խաղալ, մենք այնտեղ մարզիչ ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ կլաստերը փոքր դաշտ, ֆուտբոլային դպրոց, ակադեմիա հավաքական քառյակի սինխրոն եւ միաժամանակ աշխատանքն է։ 6 տարի է մեր ունեցած 130 դաշտերով տալիս ենք մի սերունդ, որը ընդամենը գնդակ է տշմշում։ Որտեղ պետք է երեխան միջև ֆուտբոլի դպրոց գնալը, որտեղ պետք է խաղա։ Ինքը չի կարող 100 մետրանոց դաշտում 5, 6, 7, 8 տարեկան երեխան խաղալ։ Նրան պետք են համապատասխան չափի դաշտեր, որտեղ կարող են 5-ը 5-ի, 6-ը 6-ի, եթե շատ փոքրիկ են ֆորմատով կամ ուղղակի վազելու, գնդակով վազելու ֆորմատով երեխաները խաղան։ Եվ դրանից հետո միայն իրենք պետք է գնան ֆուտբոլի դպրոցներ եւ սկսեն ավելի լուրջ զբաղվել։ Իհարկե կան հիմա ակադեմիաներ, որոնք 5-6 տարեկան երեխաներին են վերցնում արդեն, բայց այդ ակադեմիաներն էլ չեն սկսում այդ երեխաներին 100 մետրանոց դաշտերում խաղացնել։ Դա մեկ, եթե մենք չենք սկսում ֆունդամենտից, մենք կորցնում ենք բավական լուրջ սերունդ, որը գալիս է օրինակ 7, 8, 9 տարեկանում, չխաղացած 4-ում 5-ում այդ խաղադաշտերում, գնդակ կոպիտ ասած շորթական չտաշած այդ խաղադաշտերում, ինքը գալիս է ֆուտբոլի դպրոց առանց որոշակի կարողությունների։ Մելիք Բեկյանի տեսլական ավելի լավ հասկանալու համար խոսենք ավելի պատկերավոր։ Պայմանական փոքրիկ Հենրիխով ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում, 6 տարեկանում նկատում է ՀՖՖ-ի կողմից կառուցված փոքր դաշտերը։ Պայմանական Հենրիխը այնտեղ օրական անցկացնում է 2-ից 3 ժամ, խփում բազմաթիվ գոլեր։ Նրան նկատում են մոտակա ֆուտբոլային դպրոցից եկած սկաուտները, հրավիրում են այնտեղ մարզվելու։
Հենրիխը հրավիրվում է նաև Գեղարքունիքի հավաքական, մասնակցում մարզային եւ միջմարզային առաջնությունների, աչքի են գնում մի քանի ֆուտբոլային ֆեստիվալների ժամանակ։ Այդ ամենից հետո Հենրիխին հրավիրում են Երևան ֆուտբոլային կրթությունը շարունակելու։ Հենրիխը արդեն մեծ տարիքում հրավիրվում է տարբեր մանկապատանեկան հավաքականներ։ 16 տարեկանում օրինակ մեկնում է Բրազիլիա, 1-2 ամսով ուսում է այնտեղ շարունակելու։ Վերադառնալով Հենրիխը հայտնվում է ԲԿՄ-ի կազմում, հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական եւ պայմանական փոքրիկ Հենրիխը ճամբարակից հանդիպման վերջին րոպեին գրավում է մրցակցի դարպասը։ Հայաստանի հավաքականը նվաճում է աշխարհի առաջնության ուղեկի։ Ահա ուրախ են բոլորը, ցնծում է ազգային մարզադաշտը։ Ուրախ են օտյակում հավաքված պետական պաշտոնյաները եւ իհարկե հայ երկրպագուները։ Աջակցեցին, իրոք աջակցեցին երկրպագուները։ Փոքրիկ Հենրիխը, եթե իր համայնքում փոքր դաշտը կառուցվել է 2019 թվականին, արդեն 12 տարեկան է։ Նա շարունակում է ֆուտբոլ խաղալ իր համայնքի փոքր դաշտում, սակայն արդեն երազում է երաժիշտ դառնալու մասին։ Համայնքում գործում է արվեստի դպրոց, իսկ 50 կիլոմետր շառավղով ֆուտբոլի դպրոց չկա։ Մեր սկաուտը, երբ որ մեզ մոտ սկաուտների ցանց ձևավորվի, ֆուտբոլի ֆեդերացիան, որպեսզի այդտեղից հասկանան, կարող են տաղանդավոր երեխաներին առաջարկել, քո քեզանից 50 կիլոմետր հեռու կա, Վայքից օրինակ կամ 100 կիլոմետր հեռու Սիսիանի ակադեմիա, եւ այնտեղ մենք քեզ կարող ենք ամեն օր կամ 3 օրը մեկ տանել, բերել, որպեսզի դու շատ տաղանդավոր ես զբաղվել։ Իրականում այս ամենը ցավալի է, քանի որ հենց ինքը դասականն է խոստովանում։ Ահռելի պոտենցիալ ենք կորցնում։ Ուղղակի մի այնպիսի պոտենցիալ, որ մենք իրականում իզորու չենք գնահատել այդ պոտենցիալը։ Մենք կորցնում ենք տարբեր մարզերում երեխաներ, որոնք շատ զբաղմունք չունեն եւ ֆուտբոլը կարող է իրենց հիմնական զբաղմունքը դառնալ։ Ի տարբերություն երևանյան երեխաների, որոնք շատ զբաղմունքներ ունեն, ֆուտբոլը գուցե զբաղմունքներից մեկը կարող է լինել։ Հետաքրքիր է, որ 2019 թվականի իր հայտարարությունում Մելիք Բեկյանը ասում է, որ փոքր դաշտեր պետք է կառուցվեն ՀՀ բոլոր համայնքներում։ Բնականաբար, երբ մենք ասում ենք 700 խաղադաշտեր, դա նշանակում է Հայաստանի բոլոր համայնքները ինչ որ մի պահի ներգրաված են լինելու այդ ծրագրի մեջ։ Իսկ արդեն 2024-ին նա հայտարարում է, որ փոքր դաշտեր կառուցված են ՀՀ գրեթե բոլոր խոշորացված համայնքներում։ Եթե չեմ սխալվում, հայաստանյան խոշորացված համայնքների մեծամասնությունում արդեն փոքր դաշտեր կան եւ դրանց մեծ մասը ինտենսիվ օգտագործվում է։ Մելիք Բեկյանը ինչ որ իմաստով ճիշտ է, քանի որ 2019-ի խոստումի ժամանակ համայնքների թիվը 400-ից ավելին էր, իսկ արդեն 2024-ին պետական համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում համայնքների թիվը դարձել է 71-ը։ Մի պահ եկեք մի կողմ թողենք թերի կատարված փոքր դաշտերի ծրագիրը։ Գլոբալ ծրագրի առումով այս ամենին զուգահեռ պետք է կառուցվեին ֆուտբոլային ակադեմիաներ եւ ֆուտբոլային դպրոցներ։ Ակադեմիայի գաղափարը մի փոքր այլ է, ակադեմիան, ասենք համալսարանն է։ Մենք ստեղծում ենք համալսարաններ, բայց չունենք մանկապարտեզ ու դպրոց։ Հիմա մանկապարտեզը ի՞նչն է։ Մանկապարտեզը այն փոքր դաշտն է, որ երեխան բակում կխաղա եւ իր մոտ կձևավորվի նախնական հմտություններ, փոքր տարածությունում գնդակ, այդ ժամանակի տարածության գնահատում եւ կոորդինացիա ամենակարևորը։ Մեր երեխաները շատ անգամ գալիս են ֆուտբոլի դպրոց եւ ակադեմիաներ, ընդհանրապես չխաղացած։ Եվ գալիս են գնդակ այնտեղ առաջին անգամ են տեսնում, որտեղ ծնողները տեսնում են, ուզում են իրենց երեխաները ֆուտբոլ պարապեն, նման դաշտերում, Բաքվում, համայնքում ֆուտբոլ խաղալը շատ կարևոր հմտություններ է, եւ այնտեղից արդեն մի փոքր ավելի պատրաստված երեխաներ, որոնք այդ ավտոմատիզացիայի հասցված հմտություններ ունեն, կարող են գնալ ֆուտբոլային դպրոցներ ու ակադեմիաներ։ Եվ իհարկե մենք լուծում ենք այն հարցը, որ պարզապես մարդիկ ֆուտբոլ են խաղում, որը չափից դուրս կարևոր է։ Ուղղակի ֆուտբոլ խաղալը։ Շատերը համեմատական անցկացնելով հայկական եւ վրացական սպորտի, իսկ մասնավորապես ֆուտբոլի միջև արդարացիորեն նշում էին, որ ի տարբերություն վրացականի հայկական ֆուտբոլը չի ստանում պետական ֆինանսավորում։ Այս միտքը արդի էր մինչև 2023 թվականը, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարեց 2.5 միլիարդ դրամի աջակցության մասին, որը պետք է ուղղվեր 4 ակադեմիաների շինարարության համար։ Ավելի քան 2 տարի երեխաները դեռ չեն վայելել Նիկոլ Փաշինյանի խոստացած լավ նվերը։ 2022 թվականի տարեվերջին կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 2.5 միլիարդ դրամ հատկացրեց, որպեսզի ՀՖՖ-ն այդ գումարով ֆուտբոլի դպրոցներ կառուցեր Արտաշատ, Իջևան, Մարտունի համայնքներում եւ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Կառավարությունը երբևէ որևէ աջակցություն ենթակառուցվածքների զարգացման մարզերում հայկական ֆուտբոլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատմության ընթացքում չի տրամադրել նման ծավալով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը վարչապետին խոստանում էր մարզադպրոցները կառուցել UEFA-ի ստանդարտներով։ Սա ֆինանսավորման միայն առաջին փուլն էր։ Այդ ժամանակ Մելիքբեկյանը հայտարարում էր 2 տարվա ընթացքում Դավթաշենում, Իջևանում, Արտաշատում եւ Մարտունիում ակադեմիաներ կառուցելու մասին։ 3 տարի անց այս ակադեմիաներից միայն մեկը ընդամենը գտնվում է նախահաշվարկային փուլում։ Այս ամենի մասին մենք իմանում ենք մամուլից։ Խոստումից 2 տարի 1 ամիս անց փաստորեն որևէ դպրոց չի կառուցվել։ Ակադեմիաների կառուցման մինչև 25 թվականը մենք կգերակատարենք անգամ մեր ռազմավարական նպատակը եւ նպատակներից մեկն էլ բոլոր մարզերում ֆուտբոլային դպրոցներ կամ ակադեմիաներ ունենալն է։ Կառավարության հատկացրած 2.5 միլիարդ դրամից ՀՖՖ-ն ծախսել է 253 միլիոն դրամ։ Բացատրում են մինչ օրս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար։ Թե երբ կկառուցվեն դպրոցները եւ շահագործման կհանձնվեն, հայտնի չէ։ Այս պետական դրամաշնորհից զատ ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսները հիմնականում գոյանում են FIFA-ի Forward եւ UEFA-ի Hat-Trick ծրագրերից։ Այս ծրագրերը ֆիքսված տարեկան դրամաշնորհներ են տալիս անդամ բոլոր ֆեդերացիաներին, պայմանով, որ այդ գումարները պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացման գործին։ Թվում է, թե հեծանիվ հորինելու կարիք չկա։ Ինչ որ բան պլանավորելու, կապալառուին գտնելու եւ շինարարությունը ավարտին հասցնելու պարզ մեխանիզմի համար կա գլխավոր պայմանը՝ գումարը։ Ուսումնասիրելով ֆեդերացիայի այլ շինարարական աշխատանքները, հասկանում ենք մի բան, որ ինչ որ պահից ֆեդերացիան շեղվում է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու հավակնոտ ծրագրից, կարևորությունը տալով ՀՖՖ անդամ ակումբների հետ թելվելուն եւ խոստումների ու լավությունների միջոցով ձայներ ապավագրելուն։ Աթոռը դառնում է ամուր, փոխարենը խալխլվում են մանկապատանեկան ֆուտբոլի նոր դրվող հիմքերը։ Խոսենք օրինակներով։ 2021-2022 թվականների եվրոգավաթային եկամուտները Ալաշկերտում հասնում էին 3.5 միլիոն եվրոյի եւ փոխարենը այս գումարները մանկապատանեկան ֆուտբոլում ներդրումներ անելու համար շահագրգիռ միջավայր ստեղծելու ֆուտբոլի ֆեդերացիան իր վրա է վերցնում Ալաշկերտի Նայրի մարզադաշտում կառուցվող 150-ից 200,000 եվրո արժողությամբ արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման ծախսերը։ 2023 թվականի ընթացքում ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ ենք իրականացնել նաև մեր որոշ ակումբների համար, մասնավորապես արհեստական խոտածածկով մարզումային խաղադաշտն արդեն ծառայում է Ալաշկերտին։ Թող չթվա, թե նշելով Ալաշկերտի եկամուտները անցնում ենք ուրիշի փողերը հաշվելու՝ Քավլիցի։ Իրականում այս ներդրման մեջ զարմանալին այլ տեղում է։ Ֆեդերացիան ենթակառուցվածքների զարգացման հարցում օգնում է մի ակումբի, ում պատասխանատվությունը մանկապատանեկան ֆուտբոլում սահմանափակվում է ձևական մի քանի թիմեր ունենալով, զուտ արտոնագրման չափանիշներին համապատասխանելու համար։ Օրինակ, ֆուտզալի թիմ չունենալու համար նախատեսված 2 միլիոն դրամ տուգանքից խուսափելու համար Ալաշկերտը ֆուտզալի Հայաստանի առաջին խմբում հանդես է գալիս պատանիներից կազմված թիմով, հոգեբանական տեռոր եւ պարտվողի հոգեբանություն հրամցնելով նրանց։ 14-ից 15 տարեկան պատանիները մրցում են իրենցից տարիքով բավականին մեծերի հետ։ Արդյունքում պարտություններ 53-0, 32-2 կամ 31-6 հաշիվներով։ Ընթացիկ մրցաշրջանում 0 միավոր, խփած 33 եւ 239 բաց թողած գնդակ, իսկ սա ընդամենը 9 խաղում։ Արհեստական խոտածածկով խաղադաշտը ներդրվում է մի ակումբի ենթակառուցվածքների մեջ այն պարագայում, երբ ֆուտբոլային հանրությանը հայտնի էր, որ ակումբի սեփականատերը պատրաստվում է վաճառել այդ ենթակառուցվածքը։ Սկզբում հայտնվել են սփյուռքահայերը, ովքեր գնելով Նայրի մարզադաշտը պատրաստում էին քանդել այն եւ տեղում կառուցել բազմահարկ շենքեր։ Վերջի վերջո այն գնեց Ուրարտուի սեփականատեր Չելոյանցը։ Մամուլից հայտնի է դառնում, որ նա պատրաստվում է քանդել Նայրի մարզադաշտը եւ փոխարենը կառուցել նոր ժամանակակից մարզադաշտ։ Արհեստական խոտածածկի ներդրման արդյունքում աչք են ծակում ոչ թե Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի գլխավոր կամ մանկապատանեկան թիմերի արդյունքները, այլ միայն ակումբի անվերապահ աջակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Նման օրինակները բազմաթիվ են։ Աղբյուրակը, Անդրանիկը, Անին, այս ցանկը կարելի է շարունակել։ Ինչ ունենք վերջում։ Ֆեդերացիան ներդրումների, արհեստական խոտածածկի, լուսավորության կամ ենթակառուցվածքների տեսքով շնորհակալ է լինում ընտրություններում ստացած ձայների համար, կամ անում է լավություններ ձայների տեսքով շնորհակալության խոստումի դիմաց։ Հայկական ֆուտբոլի բյուջեն ֆուտբոլի զարգացմանը ծառայելու փոխարեն առաջնահերթ օգտագործվում է աթոռից կառչելու համար։ Ես բազմիցս ասել եմ, որ ես կառչած չեմ ոչ մի պաշտոնից, ոչ գլխավոր քարտուղարի ընտրվելու դեպքում, ոչ նախագահի պաշտոնից եւ
5 տարի է Արմեն Մելիքբեկյանը ի հակառակ 2019 թվականի հայտարարության չի իրագործում անընդմեջ նախագահելու 3 ժամկետը 2-ով փոխարինելու խոստումը։ Դուք գիտեք, որ սեպտեմբերի 22-ին ընդունված կանոնացիան մեջ կետ կա, որով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կամ գործկոմի անդամները այլևս չեն կարող 3 անգամից ավել պաշտոնավարել։ Հասկանում եք, չէ՞, այսինքն եթե ինչ որ մեկը 3 անգամ լինում է նախագահ, դա 12 տարի է, 4-րդ անգամ նա չի կարող ընտրվել։ Ես անգամ կփորձեմ առաջարկ ներկայացնել կանոնադրական փոփոխության ժողովին հետագայում, որպեսզի այդ ժամկետը նվազեցնեն եւ դարձնեն 2 ժամկետ։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ 8 տարին դա 4 կամ 8, հա, կախված նրանից վեր ընտրվի նախագահ, խոսքի մասին չէ խոսքը ընդհանրապես, դա շատ բավարար ժամկետ է, որպեսզի կարողանա յուրաքանչյուր անձ ցույց տալ ինչպես է պատկերացնում ֆուտբոլը եւ զարգացման ինչ կետին այն հասցնել։ Իհարկե լավ է ցանկացած ենթակառուցվածքի կամ մարզադաշտի շինարարությունը, սակայն երբ UEFA-ի եւ FIFA-ի կողմից տրամադրվող ենթակառուցվածքների զարգացման համար տրվող գումարները օգտագործվում են ոչ թե մանկապատանեկան ֆուտբոլի ռազմավարական ծրագրերի իրականացման վրա, այլ մեկ ձայնի իրավունք ունեցող ՀԿ-ների քվեն եւ անհրաժեշտության դեպքում հանրային աջակցությունը ստանալուն, դա բերում է նրան, որ ՀՖՖ ժողովները նմանվում են կոմունիստական կուսակցության նիստերին, երբ մնում է միայն հիշել եւ ճիշտ ժամանակին քվեարկել ՀՖՖ ներկայացրած ցանկացած հարցի շուրջ։ Այս ամենի արդյունքում, թե ով, ում ձեռքով, ում միջոցով եւ վերջիվերջո ում լավություն արեց, թողնում ենք ձեր հայեցողությանը։ Որքան էլ ժխտվի այդ միտքը, ՀՖՖ ռեսուրսների մեծ մասը ակնհայտորեն ծախսվում են աթոռներից կարճած մնալու համար։ Իսկ Մելենդեսի, փոքր դաշտերի, մարզային առաջնությունների, մարզային հավաքականների ու սկաուտների հետ կապված ծրագրերը մղվում են երկրորդ պլան։ Կարճել չի հաջողվելու։ Հրաժարականը անխուսափելի։ Մնացածը վաճառվում են, մնացածը վաճառվում են, անաստված այս աշխարհում, մնացածը վաճառվում են, մնացածը վաճառվում են